Դիտակետն ուղիղ եթերում է։ Կզրուցենք ազատամարտիկ Live News-ում միշտ սիրված եւ սպասված Դավիթ Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեզնից հրավիրելու համար, Լուսինե ջան։ Մեծ սիրով։ Քանի որ այսօր մեր մայիսյան հերոսամարտերի արդեն օրերն է, այսպես մայիսի 26-ը, 27-ը, 28-ը մինչև Առաջին հանրապետության ստեղծում հիշենք մեր հաղթանակների մասին, Սարդարապատ, Բաշապարան, Ղարաքիլիսա, թե ինչպես էր հայ ժողովուրդը կյանք ու մահի պայքար մղում, որպեսզի կարողանա պահել իր անկախությունը եւ այդ ժամանակ ինչպիսի հերոսներ ենք ունեցել, որոնց մասին մինչև հիմա հիշում ենք, փորձում ենք հիշել եւ հպարտանալ, այսպես ասեմ։ Հիմա հիշենք մեր հաղթանակների մասին, մենք ունենալու ենք նոր Սարդարապատ, Բաշապարան եւ Աստված ունենանք, Լուսինե ջան, որտեղ հիմա կակրաս կանգնած ենք Սարդարապատի առաջ, բայց տեսնանք վախենամ հիմի Սարդարապատը չտան, այս ժողովուրդը փախնեն էթան։ Նայեք տեսեք, Սարդարապատը մեր հպարտությունն է, որովհետեւ Սարդարապատով մենք քանի դար պետություն չունենք ու դաշնակների շնորհիվ պետքա սա մի շեշտենք, որ դաշնակների շնորհիվ մենք ունեցանք առաջին հանրապետություն ու առաջին հանրապետությունը կերտեցինք Սարդարապատով, Բաշաբարանով, Ղարաքիլիսայով, մայիսյան մեր հերոսամարտերով։ Բայց Լուսինե ջան, ես միշտ ասել եմ, հիմա էլ մի հատ նորից ասեմ, դպրոցական տարիքից, երբ որ առաջի անգամ այս մայիսյան հերոսամարտերը մենք անցանք, թե Երևանի դպրոցում ընկեր Բարսեղյանի իմ դասատու կհիշի պատմության, թե Փարբի դպրոցում ընկեր Արշակյան իրանց կյանքին մեռնեմ, կհիշեն միշտ իմ ռեակցիան էս է եղել, ասել եմ Սարդարապատը մեր հպարտությունն է, բայց միևնույն ժամանակ մեր ամոթն է։ Այդ ինչի ենք հասել Սարդարապատի 60,000 կիլոմետր տարածքով մենք հայրենիք ենք ունեցել այդ ժամանակ, էլի դրա հիմքի վրա կարայինք ստեղծենք, չէ՞, պետություն։ Հələ հայկական լեռնաշխարհը ավելի մեջ է, բայց այդքան մասը հայկական էր, այսինքն մենք քիչ ենք այդ կռիվը տվել Ղարսի կողմերը ու մենք կողմ Արևմտյան Հայաստանում, որ եկել ենք հասել ենք Սարդարապատ, այդ տեղ չի եղել փախնելու, ստիպված կռիվ ենք տվել։ Այդ ժամանակ ես որ հիշում եմ պատմությունը, որ կարդացի, ասում եմ, ցեցել ասում ճանապարհները բոլոր կողմերից փակ են։ Այսինքն այդ բաց ճամփաներ, մի հատ թուրք է ֆայմին, մի հատ ճամփա մեզ տային, կարող ենք փախնենք Սարդարապատ էլ չտային։ Ստիպված դեմ ենք եղել պատին ու հերոսավարի կռվել ենք։ Հասկանու եք, այսինքն Բաշաբարանը, Սարդարապատը մեր հպարտությունն է, բայց միևնույն ժամանակ նաև մեր ամոթն է, որ մենք տեղ չենք ունեցել փախնելու դրա համար ենք կռվել։ Կարանք սենց էլ չէ՞ նայենք։ Հիմա մենք նորից պատմությունը կակրած բերելա նոր Սարդարապատի առաջ ենք կանգնած։ Նորից այսեն զիջելով գալի, լետնանք մինչև ետ ենք զիջելու։ Հիմա կարա թուրքերը ֆայմ են մի հատ ճամփա մեզ, մենք փախնենք, էտակ է սաղ տան։ Հասկանում եք։ Կտանք մենք Սարդարապատ, թե չենք տա։ Ես խիստ կասկածում եմ հիմա։ Հուսամ որ կտանք Սարդարապատ կտանք, որտեղ հիմա կակրած կանգնած ենք Սարդարապատի առաջ, Լուսինե ջան։ Այս է, Սարդարապատի մասին սա ես միշտ ասեմ դպրոցական տարիքից ես։ Հարգանքներս դաշնակցությանը շնորհակալություն, դաշնակցությանը, որ մեզ առաջին հանրապետություն պարգևեցին մայիսյան հերոսամարտերով։ Բայց միևնույն ժամանակ նորից եմ ասում, դա նաև մեր խայտարակությունն է, որ մենք այդքան տարածք ենք ունեցել, զիջելով եկե, փախնելով եկե, հասել ենք դեմ ենք եղել պատին, էլ փախնելու տեղ չեղել, նոր այդ հերոսությունը արել ենք, բայց այդ հերոսությունը արել ենք դրանով ստեղծել ենք պետություն, դաշնակների շնորհիվ նորից եմ ասում, ստեղծել ենք պետություն, դրա հիմքի վրա ունեցել ենք արդեն հետագայում սոցիալիստական հանրապետությունը խորհրդային, հետո արդեն էս անկախ Հայաստանը։ Այս սա կասեմ, մայիսյան հերոսամարտերը։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք վախենամ նոր Սարդարապատի մասին, գոնե այս պարագայում 18 թվականի այդ մայիսյան հերոսամարտերի ժամանակ պայքարել ենք եւ կարողացել ենք հաղթանակել։ Եվ դաշնակների պետք է միշտ ասեմ։ Եվ եթե այսօր Աստված մի արասե նույն իրավիճակում հայտնվենք, ըստ ձեզ հնարավոր է չպայքարենել։ Ես հասկացել եմ ժողովրդի, որ նայես կարա փախնեն էտան։ Հիմա ինձ թվում է թուրքերն էլ, թուրքերի կողմը այդ արևմտյան ուժերն էլ եթե ուզենան, որ Հայաստանը պետությունը կորցնի, կֆայմեն մի հատ ճամփա կտան, որ փախնելու ճամփա ունենան, չեմ կարծում, համենայնպես չեմ կարա վստահ ասեմ, Սարդարապատ կտանք, թե Սարդարապատ չենք տա։ Էն էլ այս ժողովուրդը, որ հիմա նայում են, հասկանում եք մեր ժողովրդին։ Դա Աստված, որ տանք Սարդարապատ, տանք ու փրկենք այս մեր պետությունը ու հետագայում նորից անցնենք արդեն մեր մնացած
կորցրածը հետ բերել։ Օրինակ տեսեք, մենք 18 թվականին Հայաստանի Հանրապետություն հենց Թիֆլիսում, հա, Այո, Տեմբախ կենտրոնը Թիֆլիսն այո, էր, էլի։ հենց այդտեղ հայտարարվեցավ մեր անկախության մասին, առաջին հանրապետության ստեղծման մասին։ Օրինակ մենք ինչ դասեր ենք քաղել պատմությունից, եթե հիշենք այդ ժամանակահատվածը ինչ դասեր չենք քաղում։ Ցավոք սրտի, ոչ մի դասել, մենք սկի մի քանի տարի առաջվա մեր պատմությունից դասեր չենք քաղում, որ մնաց 100 տարի առաջվա։ Եթե մենք մեր սխալներից դասեր քաղենք, Լուսնե ջան, մենք այսօրը չենք ընկնի։ Ընդամենը մի քանի տարի առաջ ինչ Հայաստանում ենք ապրել, ու հիմա ինչ Հայաստանում ենք ապրել։ Այս մենք չենք կարող հասկանանք, այս խի հայտնվեցինք այս իրավիճակում։ Հայտնվեցինք այս իրավիճակում, որովհետև հաղթած տղուն փոխարինեցին, բերեցին կենաց ասող մեկով փոխարինեցին, ու հետո տեսան, որ սա փուչի կա, հիմա փոխանակ ուզեն վերադարձնել են հաղթած տղուն, են հաղթած հանրապետությունը, հաղթած երկիրը, հիմա էլի մի ուրիշ բան են կպցնում, էլի այդ հաղթած մարդուն։ Հասկանում եք, չեն ուզում մարդկանց մի մեծ խումբ էլ ասում ոչ նրանք, ոչ սրանք, բա ինչ են ուզում, հասկանում եք։ Այսինքն մենք դա կամ լավ, էսի լը մի կողմ դեք դասը չքարծի ինչի համար էսօր ընկանք։ Մեր սխալ արտաքին քաղաքականության համար, չէ։ 100 տարի առաջ է 18 թվին էլ 1910 թվին էլի այդտեղ է պատճառը, որ մենք գնացնենք դեպի Եվրոպա։ Դրա համար ենք այդ օրը հասել։ Մենք պետքա կարճ կյանք ունեցել, մենք պետքա միշտ մեր արտաքին քաղաքականությունը ուղղվածելի դեպի Ռուսաստան, քանի դեռ Ռուսաստանը հազոր ասենց։ Մենք Ռուսաստանի գլխից Լուսնե ջան կարանք թռնենք մի դեպքում, եթե Ռուսաստանը քանդվի։ Հա, քանդվի այդ վաղտ ուրիշ բան։ Բայց որ քանդվի, մենք ցավամ այդ վաղտ էլ մինչև Եվրոպա չհասնենք, որովհետև թուրքստը մեզ կկոտորի արդեն։ Այսինքն մենք ամեն ինչ անենք, ցանկանանք ասուն աղոթենք, որ Ռուսաստանը չկործանվի, որովհետև Ռուսաստանը ու Թուրքիան իրանք թշնամի են, դա մեր շահերից էլ է բախում։ Մենք ու Թուրքիան էլ ենք թշնամի։ Հասկանում եք, որ Ուկրաինայում մի պար Ռուսաստանի վիճակը բարդ է, ստե խրախճանք էր։ Ասում էի այ անասուններ, հիշում եք, ձեր մոտից եմ շատ ասում էի, Ռուսաստանի վիճակը որ վատացավ, արա Ղարաբաղը հենց հիմի թուրքերով շրջապատված է։ Այնտեղ ռուսներն են կանխում, թե չէ մեզ կկոտորեն։ Ասի որ վատացավ, հեսա տեսեք Ղարաբաղում ինչ անել ու եղավ։ Այդ ամենը դրա արդյունքն էր, որ մենքից աղոթում էին ասում, որ Ռուսաստան Ուկրաինային պարտվի։ Այդ չեն հասկանում, արա մենք ռուսից կախված ենք։ Հələ լավ է, լրիվ այդ բանը ռուսը հələ Իրանից բան ներկայացնում է, գոնե այդ 120,000 հայ անվտանգ եկան հասան Հայաստան։ Էդ էլ է ռուսի շնորհքը, որ ավելի ծանր վիճակում հայտնված են Ռուսաստանը, այդ 120,000 հային դեռ կոտորեին։ Հետո կանցնեին ստեղ։ Հասկանում եք, այսինքն մենք այդ սխալներն էլ չենք, այդ սխալների բանով էլ սխալների ուղում չենք անում, էլի, հասկանում եք։ Այսա։ Օրինակ, քանի որ մի փոքր ուրիշ թեմայի մասին անդրադարձ եղավ, ես հիշեցի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի այցը Հայաստանի Հանրապետություն եւ երևի տեսել եք թե ռուսական դեսպանատան մոտ մի քանի արևմտյան ուժեր ակցիա էին կազմակերպել Պուտինի նկարով եւ այլն ուրեմն ցանկացած հակառուսական ակցիա, հակառուսական տրամադրություն Հայաստանում պետք է խիստ պատժվի, թե օրենքով, թե ասենք մարդկային օրենքներով։ Այդտենց պետք է անի, պետք է օրենք հանվի, որ հակառուսական ցանկացած քայլ պետք է պիտի արգելվի ստե, որովհետև դա տանում է Հայաստանի կործանման։ Դա տանում է, ես սա կասեմ դրա վերաբերյալ, որ թողում են ժողովրդավարությունն իբր, էլի ժողովրդավարություն թողնի, բայց ժողովրդավարությանը ես ասել եմ, չէ, ժողովրդավարությանն եմ ես բաներ կա, որ չեմ ընդունում, բաներ կա, որ ասենք զապրետը դնես։ Օրինակ թեպուզ ես ափրծպել որ դուս են տալի։ Ես ամեն ինչ անել եմ, որ ես խոսքի ազատությունը սահմանափակվի։ Որ ես ափրծպել դուս տվողները, որ ամեն մարդ, Լուսնե ջան, մարդը բարձրագույն արժեք է, դա պիտի պահես։ Բայց ինքը իրան վերաբերվող մասով է բարձրագույն արժեք։ Իրան վերաբերվողից դու սենց գալսա, բանը վերաբերվում ընդհանուր ինքը ավել պակա չհաճան։ Ամեն մի հաճացի համար, հաճալու համար։ Դի մարդ իմանա որ պատասխան պիտի տա։ Եթե դու իմ մասին խոսում ես, ուրեմն պիտի պատասխան տաս։ Դու քո կյանքում այո բարձրագույն արժեք ես։ Մարդկանց իրավունքների համար առաջի պայքարողը միշտ ես եմ եղել։ Որ արած դու քեզ ճշում են մարդուն, քեզ նեղացնում են մարդուն։ Սաղ կյանքս տենց եմ եղել։ Բայց այդ մարդը դիա չափերը ճանաչի։ Չհելի ու իրանից որ մի զիբիլ չի ներկայացնում ում հասցեն ինչ ասես ափրծապար դուստա ու թե խոսքի ազատությունն է։ Այ խոսքի ազատությունը այո պիտի սահմանափակվի։ Ու այդ ձևը պետք է սահմանափակվի ինչը վերաբերում է պետության անվտանգությանը, դա պիտի սահմանափակվի։ Կոնկրետ մեր պետության անվտանգությանն է կապնում հակառուսական քայլը։ Դրա համար մենք հասանք այսօր բան։ Այդ ձևի սրիկաները պիտի պաճեն, թույլ չտա որ հաճան։ Հակառուսական ինչ-որ մի հատ քայլ անեն։ Այս սա կասեմ դրա վերաբերյալ։ Շատ լավ։ Խոսենք նաև մեկ հարցազրույցի մասին, որը օրերս տվել է երկրորդ նախագահի
գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը փոքրիկ դրվագ էր շրջանառվում լրատվամիջոցներում, որտեղ նա ասում է, որ անդրադառնալով երրորդ նախագահի խոսքին, երբ ասել էր Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, ասում եմ, դե ինչու մի անգամ չասեց Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի, եւ այդպեսով շահարկում էին այդ նախադասությունը, որ ասել է երրորդ նախագահ հրաժարականի տեքստում։ Լուսինե ջան, 18 թվից են շարքում, ցավոք սրտի արդեն հիմա ոնց որ Ռոբերտ Քոչյանի խոսքերով բերանով շահարկվում էլի, որովհետեւ Բագրատ Միկոյանը եթե խոսում է, դա արդեն չես կարող ասես, դե ինքը իրան խոսում է։ Եթե ասենք ինքն էս բան խոսա, որը որ Ռոբերտ Քոչյանի սրտով չունես, միանգամից մի հատ դեղին քարտ գոնե ցույց կտա Ռոբերտ Քոչյանը։ Եթե ցույց չի տալ, նշանակում է, որ դա ինքն է ասում։ Հասկանում եք։ Ուրեմն դրա վերաբերյալ ես բազմիցս միշտ ասել եմ, դրա վերաբերյալ նախ որ ով էլ ճիշտ բան արել է իր կյանքում Սերժ Սարգսյանը սաղնել գովաբանել ասලා ճիշտ է խրախուսելա 10 տարի Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, որ Ռոբերտ Քոչյանի մազին կպնող չի եղել Սերժը, չէ՞։ Լուսինե ջան, ասում են, այդ ոնց եղավ որ մերժին Սերժին, բայց նստեց Քոչարյանը, կամ այս վերջերս արդեն հաչալ, այդ նստեց Մանվելը։ Ես ասում եմ շատ པարզ պատճառով, որտեղ իրանց պաշտպանող էլ չկար, որտեղ առաջ դեպի խփեին Սերժին, որ հետո կանեն մնացածին խփեին, որովհետև այդ մերժիլ Սերժինը մենակ Սերժի դեմ չէր արվում, այդ արվում էր նաև Քոչարյանի դեմ, մոռացել եք ոչ սերժացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժացմանը, ոչ դոդացմանը, Նիկոլի խոսքերը, մոռացել եք։ Այսինքն սաղի դեմ, բայց ո՞նց կարող ինքը կապնել Քոչարյանին կամ Մանվելին կամ մյուսներին, քանի որ իրանց պաշտպանողը կար։ Ո՞վ էր իրանց պաշտպանողը? Սերժ Սարգսյանն էր։ Այն ժամանակ էս տուպոյներին, որ ասում էր, արա, Սերժին որ մերժի սաղի դե կզծնելու է։ Իրանց երևի թվում էր, որ Սերժին քցեն իրանց համար լավ անելու։ Սերժին քցին հասան բոլորիդ։ Դուք էլ մասնակցեցիք Սերժին քցելու process-ին, հասան բոլորիդ։ Ու Սերժն է մեղավոր, հա։ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Լուսինե ջան, ամենաանասունն է, կարա իրավիճակ մեկ որ ասում են Այդելին ասում եմ, զրացող էշը ոնց կարա ճիշտ լինի։ Այո, զրացող էշն էլ կարա երբեմն ճիշտ լինի։ Հա, ես սրա վերաբերյալ մի անգամ ասել եմ, երեք էլ Աննա Մկրտչյանին լսեցի։ Աննա Մկրտչյանն էլ այդ նույն բանը կարելի է ասել։ Կարելի է ասեց, էլի։ Դուք ավելի շուտ եք։ Հա, ասել եմ, դե շուտի բանի հարցը չի։ Ուզում ասեմ, իմս կանխատեսում էր։ Իմս կանխատե, բայց Աննան հենց չի ասի։ Աննա որ ասում որ մի բան գիտի, մեր շատ սիրելի Մկրտչյան Աննան։ Ես ինչ եմ այն ժամանակ ասել, մի ամիս առաջ կլեր Կորունին հարցազրույց որ տվեցի, էլի այդ խոսքին ասին, սրանք շատ են պատտում այդ խոսքը, չէ։ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Արա, դրա բացատրությունը Սերժ Սարգսյանը տվել է։ Ասում են, չէ, այդ չի նկատի ունեցե։ Ես էլ ասում եմ, դու ես ասողը, թե Սերժ Սարգսյանը։ Վերջ եսի դնում եմ մի կողմ։ Ինչ է ես մտածում այն ժամանակ, նախքան Սերժ Սարգսյանի խոսալը։ Ես ասում եմ, միգուցե Նիկոլը բնական է Սերժի մոտ չերել կարա գար։ Ինչ-որ մի ոստիկանի միջոցով, մեկի միջոցով ասել է, արա, իր ամենամոտիկ մարդն էլ է մեր կողմը անցել ու անուններ ա տվել։ Օրինակ, ու օրինակն էլ բերեմ եմ, ասում եմ 2008 թվին այդ օրինակը բերել եմ։ Կարակ մտնեք նայեք Կորունին հարցազրույց որ տնից տալիս եմ այդ հարցազրույցների մեջ եմ ասել։ Ասում եմ 2008 թվին երկու անգամ մտնում են Սերժ Սարգսյանի մոտ, ասում են պարոն Սարգսյան ջան, շեֆ ջան, Սասուն Միքայելյանը միացել է ցուցարարներին։ Սերժ Սարգսյանը առաջին անգամ ասում է Սասունի անունը չտակ, բոշկա չկլորեք, երկրորդ անգամ քֆրտում է, քսուրով ասում։ Արա ասում է Սասունի վրա բոշկա չկլորեք։ Այդքան ինքը վստահանում Սասունի վրա։ Ասում է Սասունի անունը մի անգամ էտրի կքֆրտեմ ձեզ։ Երրորդ անգամ արդեն մտնում են վիդեոն դնում են դեմ, ասում են նայեք, որ հենա ոնց է ցուցարարների միացած, համի այդտեղ Սերժ Սարգսյանը կարար ասել, դուք ճիշտ եք, ես սխալվեցի։ Կարար չէ ասել։ Ես ասում եմ, միշտ ես մտածել եմ, որ մի հատ նման իրավիճակ էլ ստեղ է երևի եղել։ Իրան այդ Նիկոլը այդ ոստիկանների բանի միջոցով կամ հարցազրույցներում չգիտեմ, այդ բաներում ակնարկել է, որ արա քո ամենամոտիկ մարդն էլ անցե մեր կողմը, դու մենակ ես։ Այս ամեն ինչի մեջ, այս մարդիկ էլ կան, մեր հետ են, սաղ քո դեմ են։ Բայց բնականա Սերժ Սարգսյանը մարդիկ կլնեին, որոնց վրա վստահ կլներ, չէ՞ որ նրանք չեն անցնի իր դեմ։ Հա, հետո որ պարզվել է, որ անցել են իր դեմը։ Կարա չի ասել Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Կարա չի ասել Լուսինե ջան։ Ես միշտ մտածել եմ, որ նման բան է եղել, պրոստը Սերժ Սարգսյանը, հետո բայց որ Սերժ Սարգսյանը ասեց, ես եմ նկատել, ես արդեն այդ ընդունեցի, որ այս մարդը հետա նկատեցի, կամ էլ ընդունեցի, որ Սերժ Սարգսյանը խնայեց էլի իր որոշ հարազատների, չասեց, որ ես եմ նկատի ունեցել, էլի դե Սերժ Սարգսյանը, այսինքն հիմա էլ չեմ բացառում, որ էտա նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, ուղղակի էլի խնայում է ինքը։ Տեսեք, հասարակ բան, այն անգամ էլ որ ասեցին ձեր զրույցի, ձեր ու Ռոբերտ Քոչյանի զրույցից, ինքը բան չխոսած, չէ։
ձեզ թվում է ինքը բան չուներ ասելու, ապացույցներ չուներ Լրագրողները իհարկե մի քանի անգամ հարցրեցին, բայց ասեց ես ոնց որ իմ ունգերոջս խոսակցականը մանման եթե ինքը տենց արձագանք է Հայկ Մամիջանյանի խոսքին, ես հարց չկա ինքնա ճիշտ լավ։ Ես էս հասկացա, բայց ձեզ թվում է օթից Հայկ Մամիջանյանը դի կասել, կամ ձեզ մա Սերժ Սարգսյանը որ մի բան ասում է կամ ասում են իր թիմակցները, ապացույց չունի, պապկում դրած չունի, ես իմ կարծիքն եմ ասում ու վստահ եմ որ ունի։ Բայց այդտեղ էլ ինքի մաշկին բարձան որ չի ասում, դե տեսեք որ ես եմ ճիշտը։ Որտեվ ընկերն է իրա։ Ես սա կասեմ, Լուսինե ջան սրա մասին։ Եվ ամենակարևորը հարցազրույցի ժամանակ, երկրորդ նախագահի դատի ժամանակ, երկրորդ նախագահի դատի վերաբերյալ ինչի չեմ հարցնում, որովհետև հենց դատարանի մուտքի մոտ մենք հարցազրույց ունեցանք, դուք ձեր կարծիքը հայտնել եք, բնականաբար նորից խփեն ամենաուժեղ տաղոն, Լուսինե ջան, ուրեմն հերիքան ինչքան համեստություն արեցին։ Ես բաց ասում եմ այո Հայաստանի երրորդ հանրապետության ամենաուժեղ տղեն ու առասակ հայոց պատյան դա Սերժ Սարգսյանն է ու 18 թվին առաջինը մեկ որ ասում են մերոնք առաջինը խփեցին այս մեկին առաջինը խփեցին այն մեկին ուրեմն այս մեկի ցավներ տանեն այն մեկի ցավներ տանեմ այո գազան են սաղել բայց առաջինը խփել են ամենաուժեղ տղուն Սերժ Սարգսյանին նոր նրանց հետո են անցել այս մեկին այն մեկին 18 թվի այդ միտինգներով առաջինը խփին Սերժին չէ մերժեցին Առաջին իրանց շարքից անին, նոր անցան մնացած ուժեղ տղեկին։ Հետո նոր անցան արդեն Արցախին։ Հասկացաք։ Ու հիմա նույնն է կատարվում։ Խես Սերժ Սարգսյանն ասենց հարձակվե գործերով։ Որտեւ էլի ամենաուժեղ տղեն Սերժն է։ Որտեւ այս Հայաստանի կորցանն է էլի ինքն է ամենալուրջ խոչընդոտը։ Դա համար առաջինը էլի իրան են խփում հիմա։ Դա համար այս դատերը կատարվում։ Եվ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ էլ չեմ կարող չհարցնել, գրեթե բոլոր եթերների ժամանակ մենք անդրադառնում ենք, որովհետև ամեն անգամ նույն բանը Իհարկե սա անին չի վերաբերում, անին ցավը տանեն էլի։ Ընդամենը այո, անին հաստատեց, դե անին ասեցին ինչ որ շրջանառվում է։ Ես այս մուտիտը քծողներին եմ ասում, հաճածողներ։ Դուք իրավունք ունեք հաճակ։ Ձեր այդ բարոյական իրավունքն էլ դուք չունեք։ Հարցը տվեք Լուսինե ջան։ Ինչ հարց կա տվեք մանրակրկիտ, ես անին էլ եմ ասել։ Ասեմ Անի ջան, ինձ կանչի հարցազրույցի, կանչես ինչ հարց պետք է, ինչ հարց է պետք ասա, որ ստեղ մութ մոմենտ չմնա։ Ես կասեմ այն, ինչը որ ոչ թե մենակ ասել է ինձ Մանվել Գրիգորյանը, այլև իր մտքի մեջ մտածել է։ Որտեւ այդքան ես մոտ եմ եղել գեներալի հետ։ Իհարկե մեր հարցազրույցի ժամանակ, հենց նախագահի դատի ժամանակ էլի դուք խոսեցիք այդ թեմայի շուրջ, որովհետև երբ որ հարց հնչեց Մանվել Գրիգորյանի հետ կապված, նախագահը հենց ձեր անունը շեշտեց, ասեց Դավիթ Պկրչյանը հաճախ է խոսում այդ թեմայի շուրջ, եւ եւս մեկ անգամ դուք պարզաբանեցիք հիմա Ես բայց մոտեցան դեղ իրաց դե քիչ հարց տվին, նախագահան որ գնաց նախագահի հետևից լրագրողները գնացին, հետո ձեզ հարցազրույց տվեցի, Լուսինե ջան, ու ես բաց եմ ցանկացած լրագրող, ով որ հարցեր կա այս վերաբերյալ կանչեք, ես իմացեք Մանվելը ձեր դեմը նստած խոսում։ Հիմա տեսեք, ես սաղ կասեմ, այս ամեն ինչի հետ է կապված, փորձում են հասկանալ, թե ինչ հարաբերություններ են ունեցել Սերժ Սարգսյանը եւ Մանվել Գրիգորյանը։ Նորից եմ ասում, ամենամոտիկ, ես ասեմ նոր շարունակեք, ամենամոտիկ հարաբերություններն են ունեցել, որ որևիցե մեկը այս աշխարհում տեսմար գոյություն ունի, նույնիսկ իրանց բարեկամներից երկուսի էլ, համ Սերժ Սարգսյանի, համ Մանվել Գրիգորյանի, նույնիսկ ընտանիքի անդամները, թե Սերժ Սարգսյանի, թե Մանվել Գրիգորյանի, իրավունք չունեն խառնվեն իրանց հարաբերությունների մեջ։ Այդքան իրանք իրար հետ մոտ են եղել։ Մանվել Գրիգորյանի համար այդ նույն ձևի մոտ եղել է մեկ էլ Վազգեն Սարգսյանը։ Ու այդ երկուսը իրար հետ շատ մոտ են ու հիմա նամանավանդ որ մարդիկ են փորձում մուտիկներ գցեն հեսա Սերժ Սարգսյանի Մանվել Գրիգորյանի արանքը որոնք որ այն ժամանակ Մանվելին ինչ ասես ասել են Մանվելի թաղմաններ չեն եկել Մանվելի պանիխիդայիններ չեն եկել մինչև հիմա գերեզմաններն էլ չեն գնացել այդ մարդիկ հիմա ուզեն մուտիկ գցեն Սերժ Սարգսյանի ու Մանվել Գրիգորյանի արանքը Լուսինե ջան հանրապետականներին հարցրեք որ ամենայից առաջ օրը որ Մանվել Գրիգորյանի գլխին այդ ամեն ինչը սարքին իրանց նեղ կրուգերում Սերժ Սարգսյանը ինչ ասի իրանց Այդ նույն կարծիքն է ասել ոնց որ այն ուսանողները որ հարց տվին եկե հիշեք այս վերջերս մի ամիս առաջ Էդգար Էլվակյանի հայկական համալսարանը այ ապրեք այդ նույն ձևի պատասխանել 18 թվին այդ նույն պատասխանն է տվել ու մեկ-մեկից ասում են, բա հանրապետական հետո լսեցի, այդ հարցը դե չեմ լսել, հետո որ զապսով լսեցի, անին ասում են հանրապետականները խի չէին նետում, բա դատի մատի, սենց հարց է տալի, մեր հարցի պատասխան է տամ, էդի հետո լսեցի, այդ բան չեմ լսել, չէ, այդ բանը կասի։ Ուրեմն, որովհետև, բայց սրա մասին ես էլ եմ խոսացել ձեր մոտից էլ, որովհետև հանրապետականներին
Փաստաբանը Մամվել Գրիգորյանի փաստաբանը կարծեմ Լևոն Լովը էլի Բաղդասարյանը Լով ինչան էր ազգանը ոչ եմ Լովն էր ասե որ դուք մի խոսացեք որտեղ Շարմազանովը սկզբում թուրը վեկալել էր անգել էր պաշտպաններ գեներալի ոնց որ ես Շարմազանը ամենասկզբում այդերի Վարան Բաղդասարյանը թե ԿԿԲ-ի պատվալին հետում թե Շարմազանովը իրեն խոսքով պաշտպաններ զապիսները հետվեք նայեք հետո մեկ էլ լռեց չէ Շարմազանովը Որովհետև Լովը ասել էր, որ դուք մի խոսացեք, որ դուք խոսում եք վնաս եք տալի գործին, ոնց որ ձեր բացական բանը բերում կպցնում եք Մամբելին, այս կարգին, հասկանեք։ Դրա համար ու Շարմազանովը այդ ինձ ասեց, ես անձամբ գեներալ հետ խոսալուց, գեներալ ինձ զանգում էր միշտ բերտից։ Ասի գեներալ ջան, Շարմազանովն էր բարևում, մի հատ էլ նորից է այստեղից ասեմ։ Ասի Շարմազանովն էր քեզ բարևում, ով է դոն, դոյ ցավը տանեմ, այնի մեր աղբերնա կբարևես կասես, կպաչես կասես թող տղեկին բարևի։ Ասի Շարմազանովը ասում էր գեներալ ջան, որ չի խոսում էլ քո համար, որովհետև քո փաստաբաններից մեկը ասել է, որ խոսում ես վնաս ես տալի, մի խոսացեք վաբշե։ Այ դրա համար հանրապետականները ակտիվ չեն եղել, որ չասեք ինադու գալի խոսում են, որ վնաս տան։ Այսօր ասողները տենց կասեն, չէ։ Այ դրա համար չեն ակտիվ եղել հանրապետականները այդ սկզբնական փուլում, հասկացաք։ Լուսնե ջան։ Հա, որպեսզի շահարկումներից զերծ մնա, որովհետև պարբերաբար շատ է քննարկում այդ հարաբերությունները, ինչու այսպես եղավ, ինչու անձերը Սերժ Սարգսյանին գնացեք Մամվել Գրիգորյանի կողքի ցանկացած մարդու հարցեք, ասեք, որ որևիցե մեկը փորձել ասես, թե Սերժին կապնի, ինչ արե գեներալը։ Մի անգամից Սերժի անունը հանգարց չտակ։ Այսինքն ինքը թույլ չի տա որ դաժե ավել պակաս իր մոտ մեկը խոսա Սերժ Սարգսյանի հասցեին։ Այդ ձևի հարաբերությունները ամեն օր իրար հետ խոսում էին, կատակներով, բանով, հասկանում եք։ Շուշից անընդհատ զանգում էր գեներալը Սերժ Սարգսյանին։ Իրանք միշտ կապի մեջ են եղել։ Ու այս հարաբերության մեջ հիմա ուզում են գան մտնեն, հասկանում եք։ Ասեք, ինչ կան, ասեք, ինչ հարց Չէ, կարծում եմ այս թեմայի մասին շատ ենք խոսում, այս թեման առաջարկում եմ այսքանով Ես ասում եմ, արգելում եմ որևիցե մեկին ավել պակաս հաճա այս թեմայով, արգելում եմ, ես այդ իրավունք ունեմ ասելու, արգելում եմ որևիցե մեկին հաճա, ով հաճած այս հարաբերությունների մեջ փորձեց քիթը խոտի մուտիտ գցի, բախվելու է ինձ։ Շատ լավ, եւ հիշեցնենք նաեւ, որ երրորդ նախագահը, երբ լրագրողներին հարցազրույց էր տալիս, այդ ճեպազրույցի ժամանակ նա շատ ասեցին, թե երբեք ինչ որ ասուլիս կազմակերպելու եւ այլն, խոստացավ, որ կլինի այդ ֆորմատը եւ ամենակարևորը դրան կարող են մասնակցել բոլոր լրատվամիջոցի ներկայացուցիչները փակ հանդիպում չի լինելու, բաց հանդիպում է լինելու, ցանկացած լրատվամիջոցի ներկայացուցիչ կարող է գալ եւ իրեն հուզող հարցերը հղել երրորդ նախագահին։ Դա այսպես հիշեցման կարգով։ Քանի որ անդրադարձանք նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի Հայաստան այցին, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, թե ըստ ձեզ ինչու էր հենց այս ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը եկել Հայաստանի Հանրապետություն, ինչ քաղաքական կամ արտաքին քաղաքական նոր իրողությունների ենք մենք ականատես լինելու եւ այդտեղ Հայաստանը ինչ ներկայություն է ունենալու ձեր վերլուծությունը։ Լուսնե ջան, իմ վերլուծությունը նույնն է, էլի, այստեղ ոչ թե կարևոր է թե խիա ինչի համար է եկել, ինչի համար չեկել, դե չգիտեմ խիա այդտեղ ինչ եկել։ Ես ուղղակի կարամ ասեմ մեր շահերից ինչն է բխում։ Կարա ինքը ստեղ, կարա Լավրովը ստեղ չգայել, մենք մեզ ճիշտ պահենք, կարա Լավրովը ստեղ գայել, ինչ որ բաներ հասկացնի, ակնարկի կամ պրամու ասի իրանց, բայց մենք մեզ էլի սխալ պահենք ու դրանից դուժելու ենք ընդամենը մենք։ Այսինքն մեր ապագան, մեր լավն ու վատը կախված է մեզնից, ոչ թե ռուսից, այլ մեզնից։ Եթե մենք մեզ ճիշտ պահենք, Ռուսաստանը մեր թեկունքին կկանգնի, մեր համար լավ կլինի։ Սխալ պահենք, մեզ ենք վատություն անելու։ Սրա մասին շատ եմ ասել, միշտ եմ ասել, մենք մեր հակառուսական քայլով ռուսին վնաս չենք տալիս։ Մենք մեզ ենք վնաս տալու։ Այս տարածքը Լուսնե ջան ռուսինն է, նախին խորհրդային միությունը ռուսը վերցնելու է։ Ոչ ոք չի կարա իր ձեռից սատանի, բայց թե ումով բնակեցված կլինի, դա ռուսին չի էլ հետաքրքրում։ Ով ստե կապրի ռուսին չի հետաքրքրում։ Հիմա մենք պետք է վիզ դնենք, որ սա մնա հայկական։ Իսկ ես ասում եմ, կա մի հատ մարդ, ավելի ճիշտ երկու մարդ կա, ուղղակի մեկը արդեն շատ մեծ է տարիքով, որ կարան Հայաստանը պահեն անկախ, բայց էլի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերության մեջ։ Անկախ մնալու միակ տարբերակը է դա, որ վերադառնա Սերժ Սարգսյանը կամ նենց մարդ, որը կհենվի իր վրա։ Մենակ Սերժ Սարգսյանը կարա Հայաստանը պահի անկախ։ Մեկ էլ դա կարող անել Լևոն Տեր-Պետրոսյանը, այս իրավիճակում ցավոք սրտի մենք այդ իրավիճակում ենք հայտնում, որ արդեն դա շատ դժվար է։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կարար դա անել, բայց ինքը արդեն շատ մեծ է։ Կարանի Սերժ Սարգսյանը, դա կար անկախ Կարապայի մնացած դեպքերում, լավագույն դեպքում մենք կլինենք Բելարուսիայի կարգավիճակում
պետություն, որը որ էլի շատ լավ է, Լուսնե ջան, բայց ավելի լավ է, ելնենք անկախ մնանք, չէ՞։ Անկախ մնանք ռուսա ոնց որ եղել ենք 30 տարի։ Դա ամենալավն է, չէ՞, ամենաիդեալականն է։ Բնական է ռուսա Բելարուսիայի նման ելնենք շատ լավ է, քան հիմա։ Մենք անվտանգ էլ կլինենք, լավ էլ կապրենք, ոնց որ սովետ էլ որ լինի, մտում սովետի վաղտ է, սովետի վաղտ էլ էր շատ լավ, բայց 30 տարվա Հայաստանը ավելի լավ էր, չէ՞։ Շատ ավելի լավ էր։ Հիմա քանի դեռ մենք 30 տարվա Հայաստան ունենալու լրիվ անկախ Հայաստան ու բացարձակ անկախ չի լինում պարզա, բայց այտենց անկախ Հայաստան ունենալու հնարավորություն ունենք, իսկ դա կախված է նորից եմ ասում անհատներից, իգրոկներից։ Այդ իգրոկը Սերժ Սարգսյանն է։ Ուզում եք ելնեք անկախ։ Բաները եվրոպացիները, այդ որ եվրոպական ցույցեր են անում, ուզում եք անկախ ելնեք Ռուսաստանից մաքսիմալ հեռու, մաքսիմալ որը որ հնարավոր է։ Մենք Եվրամիություն ենք մտնում։ Եվրամիություն չենք կարող մտնենք, բայց մաքսիմալ Ռուսաստանից հեռուն այդ եղել է այն, որը որ եղել է Սերժ Սարգսյանի տարիներին։ Դա եղել է մաքսիմալ Ռուսաստանից հեռու։ Դրանից ավել հեռու դու չես կարող Ռուսաստանից ելնես։ Իսկ այդքան այդ հեռավորությունը պայլում է, պիտի իգրոկ ելնես։ Իսկ այդ իգրոկը Սերժ Սարգսյանն է։ Այդ իգրոկը նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, տեսեք ասում եմ, նայելա շախմատիստ։ Որտե Լևոն Տեր-Պետրոսյանը շատ մեծ է, թե չէ ես հիմա կասեի թող ինքը գա թեկուս, կամ Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Որտե այդ տեսակի մարդը կարա այս իրավիճակում երկիրը պայի բացարձակ անկախ։ Բացարձակ չէ, էլի հարաբերական բանով եմ ասում։ Հասկանում եք։ Մյուս դեպքերում, որ ասենք սա փոխվի գա ասենք էլի նորմալ ղեկավար, մենք կդառնանք Բելարուսիա։ Բելարուսիային ման ինչ դաշկա ռուս բելարուսական ինչ դաշկա կոչվում իրանց ոչ եմ այտենց այդ Բելարուսիային ման պետություն հա էլի լավ է ոչ թե լավ է այլ շատ լավ է որը տենց լինի բայց ավելի լավ է մնենք անկախ իսկ անկախ լինելը ասում եմ ես կարապով մենակ Սերժ Սարգսյանը դե որոշեք ժողովուրդ ջան դուք որոշեք Եվրոպացիներ Եվրոպայեք ուզում եք առրոս թողի ռուսը դա չի թողի բայց դե մաքսիմալ այնքան եք զզվում ռուսից որ մաքսիմալ հնարավորություններն ու գորա ուզում եք ռուսից հեռու լինեք, դա Սերժ Սարգսյանը կարանի, ոնց որ արել էր։ Սերժ Սարգսյանը առանց ռուսին նեղացնելու ձեզ տարել էր Եվրոպա։ Խիեք հələ բա Ապստամբուն դեմը, հələ ճախում ձեզ են վաղ, խիեք ձեզ ճախում։ Դա է իրականությունը, դա է իրատեսությունը, դա է մնացածը արդեն ֆանտազիա է։ Ձեր ուզածը ֆանտազիա, որ ձեզ թվում է կարա գնաք Եվրոպա։ Կարա գնաք։ Թողեք ստի սամոլոտ է, տոմս առնեք, նստեք սամոլոտ է, տակ անդե հանձնվեք կամ մեկի հետ փսակվեք կամ չգիտեմ կարող Ֆրանսիան հեսա Եվրոպան բան իրոք այդ բանն էլ մեզ տան, այդ էլ կանեն ինձ թվում է։ Որ դու կանաք այդակ Եվրոպայում ապրեք, Եվրոպայի քաղաքացի լինեք։ Էդի կարակ, բայց այդ տարածքը ռուսինն է, ինչքան ասեմ որ հասկանա։ Քանի դեռ ռուսական պետությունը կա այդ հզոր։ Եվ օրերս իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի մեղադրանքին, որը 200 էջից ավել է։ Կներեք, Լուսնե ջան, կներեք, կակրած Ռուբեն Վարդանյանի ծնունդը կարծեմ 3 է եղել թե։ Այ 3 առաջ թե 3։ Այս երկու օր ես ուզում եմ շնորհավորեմ Ռուբեն Վարդանյանի ծնունդը, շնորհավոր բառը չեմ, բարի տարեդարձ մաղթեմ ու ազատություն մաղթեմ իրան, մեկ էլ պիտի ամեն ինչ անենք, որ այդ իրոք հերոս մարդը, այ իրոք հերոս է, Լուսնե ջան, հասկանում եք, որ այդ միլիարդների մեջ այդ հարուստ մարդը ոնց որ Մոնթեն է եղել։ Մոնթեն էլ գիտեք, չէ Օքսֆորդ ավարտված, որ կարա նա դառնալ միլիարդ հատեր մարդ, այդ ամեն ինչը թողեք էլ ամտելա խրամատ։ Նույն բանը արել է Ռուբեն Վարդանյանը, որ հələ ի տարբերություն Մոնթեի Ռուբեն Վարդանյանը օլիգարխ մեծաաշխարհի ամենահարուստ մարդկանցից է։ Ու լա Մոնթեն գոնե բայևիկ էր, այս մարդը բայևիկ էլ չի, հասկանում եք։ Թողեց եկա մտավ խրամատ հիմա էլ Բաքվի բանդմա։ Ես այդ մարդուն յուրի ձև եմ հարգում։ Այդ մարդուն ազատություն եմ մաղթում։ Հասկանում եք, այս նույն այսօր այս բաները, որ են վաղտել իրան են քնալ, հիշում եք, ասում Անգլիայի շպիոն, չգիտեմ, ասում այդ մարդուն, խոսքս Քոչյանի որոշ աջակիցների մասն է, էլի, որոշ չէ, շատ մեծ աջակիցների, չեմ ասում բոլորի, որտեվ բոլորին չի կարելի ասել, Լուսնե ջան, մարդիկ կան իրան շատ ճիշտ են բան, բայց շատ մեծ աջակիցներ հիշեք Ռուբեն Վարդանյանին ինչեր էին ասում։ Համ իսկում է որ սխալվեցիք, բայց դե այդ որ ասեք միած sense չեն ասում, Սերսա, դե դուք եք ասեք որ Ռուբեն Վարդանյանի վրա սխալվել եք։ Որ մի տակ ձեր կնանիքի կողքը նստած եք դուք, ձեր երեխեքի կողքը նստած եք, Աստված պահապան ձեր ընտանիքներին ինչ տես լավ տակ մնաք։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, այն վաղտեղ խրամատում էր։ Սովամահալնող Արցախում էր։ Ճիշտ է, իք թե սխալ էիք, Ռուբեն Վարդանյանը ասում շպիոն ու չգիտեմ ինչ։ Դե իրաց խղասյա, դա չէ Լևոնն էլ էր շպիոն։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է շպիոն ոչ չկատաղես։
Ասեմ, արա իսկական վախնա, բերեք Իսրայելի խնդրեք, ասում իսրայելական շպիոնա։ Ասեմ, բերեք Իսրայելի խնդրեք, մի հատ էլ շպիոն ուղարկի։ Իսկական վախնա, պետություն են կորցնում։ Էդի շպիոն ա եղել, որ մեզ եկել անկախություն ա պարգևել։ Արցախը ազատագրել, մեր պապերի վրեժն ա լուծել։ Այ շպիոնը հա ուղարկեն ստե։ Ցավը տանեմ Իսրայել, եթե ինքն ա Լևոն Տեր-Պետրոսյանն ուղարկես ստե։ Հա հասարակ տրամաբանություն։ Ասում իսրայելական շպիոն ա Լևոնը։ Արա իսրայելական շպիոնը գալիս ա մեզ անկախացնում, հա։ Գալիս ա Արցախը ազատագրում, դա շպիոնի ցավը տանի։ Հա ճիշտ չեմ ասում Լուսնե ջան։ Ու այս մոն այս աջակիցները։ Որոնք մի Սերժին ասեն Սերժ դա բերել Նիկոլի, այդ նույն սաստավն ա։ Սերժ դա բերել Նիկոլին։ Ռուբեն Վարդանյան դավաճանը ինչա իրանց թրիտակով չի անցել։ Հասկանում եք։ Ինչի եկե մի հատ չի պրեզիդենտ եկե իրանց։ Օրինակ էլի։ Նեցել չի նա պրեզիդենտ գա չգալու հարցել չի եղել էլի։ Լևոն շպիոները չգիտեմ ինչ է։ Սա մենակ իրանք են էլի։ Իրանք են սա հաղթանակները մենակ իրանք են։ Տենց չէ էլի։ Այդի մարդուն ներվայնացնում հասկանում եք։ Դե իրենց որ հարցնեք, կասեն Լևոն Տեր-Պետրոսյանը կապ չունի արդեն։ Դե տենց են ասում։ Իսկ այդ ո՞նց եղավ կապ չունի։ Ո՞նց եղավ ձեր առաջնորդի ցավը տանեմ։ Իրոք հարգում եմ իրան, հերոս ա, իսկ իրա վերադաս է հերոս, չի։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը որ չէր ուզում կարմիկ ազատագրեիք, Նիկոլը չէր ուզում, խի չէիք կարում պահեիք։ Դե պահեիք, ուրեմն Լևոնը մի հատ Նիկոլի չափ չկա, որ բռնել սա, Լևոն Վանոյի միջոցով սաղին գյուլում էր Լևոնը, չէ, իրանք են ասում, այդ չէր կարում, ով որ իրան խանգարվել սաղին նստեցնել ու գյուլեր, եթե ուզում էր Արցախը հանձնել։ Առանց Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի իմացության, համաձայնության ու թույլտվության Ղարաբաղում միացիք չէր կարես ծառից թռնել նստել ընդե։ Այս ճղկից են ճուղկը։ Ղարաբաղի միակ ղեկավարը, որ չի ենթարկվել Հայաստանին Լուսնե ջան, դա եղել է Ղարաբաղի առաջի ղեկավար Արթուր Մկրտչյանը, որը որ իմ հորոխբորս մոտիկ ընկերն ա եղել, նա հերոս մարդ է, Արման հորոխբերս, իր մասին մեզ ինձ շատ դաժե գախնիկներ ա պատմել մեռնելու վաղ հորոխբերս, որ մեր մեջ գախնիկներ պատմես, թե ինչեր են արել Արթուր Մկրտչյանի հետ, իրանք իրա այդ եթերով ասելու չի։ Որ ասել էդի գախնիկները։ Արթուր Մկրտչյանը ղեկավար տերով եկե զինվորինման հորոխբորս հետ գործողություններ են արել։ Այդ այնց հերոս եղել, բայց չէր կարա Ղարաբաղում լներ մի հատ ղեկավար, որը որ չէր ենթարկվում Հայաստանին, այդ դեպքում մենք պրավալի կտանք պետությունը։ Դա համար նրան ճամփին ու եկավ Հայաստանի ու Արցախի համատեղ ուժերով ճամփին, եկավ այնտեղ Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանի ուզած մարդը, Լևոն Տեր-Պետրոսյանի ուզած մարդը, որ չէր ուզում իրանք էլ ազատագրում էին։ Հասկանում եք։ Արթուր Մկրտչյանը հերոս էր, բայց չէր կարա անդերներ դաշնակ ստեղներ հաշը, չէր կա այդ դեպքում մենք կպարտվեինք։ Դա համար ճիշտ էր այո, որ այդքան էլ դաշնակներին ես հարգում եմ իրաց ցավտան, բայց շատ ճիշտ արեց Վանոն, որ փագեց դաշնակներին։ Ես միշտ եմ ասել, որ չփագեց դեռ իրար ուտելու էին, հենց ընդդիմությունն է։ Ոնց ենք մենք իրար ուտում։ Սա էլ առաջ չի եթում, չէ՞։ Մենք էլ ենք արժան, Լուսնե ջան։ Քոչյանի թմի մեծ մասը չէ, այն փոքր մասը ու նաև Ռոբերտ Քոչյանը, Լևոն Քոչարյանը, որին ես շատ եմ հարգում ու տասված այս հարգանքը միշտ մնա, էլի։ Մի հատ մեծ բան չլինի մեր արանքում, որ հանգարց այդ հարգանքը կորի, ես իրոք խնդրում եմ նաև Աստծուն, որովհետև ես լովին շատ եմ հարգում։ Քոչարյանն էլ արժան, մենք էլ ենք արժան, չէ՞։ Գզում ենք իրար։ Սել առաջ եթում, հա, չի եթում, չէ՞։ Այ այդ արեց Վանոն են վաղտ։ Փագեց սաղին, գյուլեց սաղին, դաշտը թողեց իրար ու հաղթեց։ Հասկանում եք։ Այսինքն չէր կարա ինչքան էլ դաշնակներին ես սիրեմ չէր կարա այստեղ դրոկ կազմակերպություն գոյություն ունենա ու մենք այնտեղ հաղթեինք։ Չէր կարա Արթուր Մկրտչյանի ման հերոս մարդը հերոսա այնտեղ ելներ նախագահ ու մենք հաղթեինք։ Չէր կարա։ Այնտեղ դիներ ՀՀՇ-ի մարդը նախագահ ու տենց էլ եղավ։ Էսի շեղվեցի, բայց ինչ է, այս թեմա շեղում եմ, հիշում եմ բաներ ներվայնանում եմ, հասկանում եք։ Խոսում ենք Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի Հա, Ռուբեն Վարդանյանը, որ ասում է շպիոն, էս հիշեցի, այդ մարդուն, այդ կրիստալ մարդուն, Լուսնե ջան, որ նա իր միլիարդները սկիզբ տեղով չի հարստացել, որ ասես թալանել է։ Էլ եմ ասում, այն օրը փողոցում ինձ մոտեցան, ասում են, միամիտ, տեսան կակրաս, ճանչասի կակրաս արի մատ խոսա։ Ասին, Քոչարյանն ավելի հարուստ, թե բանը, օրագիրն է։ Քոչյանն ավելի հարուստ թե Նիկոլը։ Ասեց ուրեմն իմ համար ոչ թե ով ավելի հարուստ է, դա կարևոր, այլ ով արժան հարուստ լինելուն։ Ասի ոչ միայն Քոչարյանն, այլ սաղ մեր հերոսներն էլ արժան են, թե ինչ ճանապարհով են հարստությունը ձեռբերել, ինչ չէ դա, իրանք արժան են հարուստ լինելուն։ Իսկ ասի Նիկոլը, որ
կապիտուլյան, դավաճան, մարդասպան, ազգասպան, նա օրենքի տարին էր որ հարստանա, ես վաղը չեմ իսօր պետք է ամեն ինչ անեմ որ այդ հարստությունը հետ բերի տա այն 5000 տղու ընտանիքին։ Սովված տղեկ ընտանիքին։ Որտեղ նա թեկուզ աշխատավարձով է դիզի հարստանը կամ Ալեն Սիմոնյան այս զիբիլմիբիլները, չէ։ Նա կարժան չեն հարուստ լինելու։ Իմ համար դա է կարևոր, լուսնե ջան, արժան ես այդ հարստությանը, թե արժան չես։ Այո, բոլոր մեր հերոսները տենց էլ ասեցի, ոչ միայն Քոչյանը, բոլոր հերոսներն էլ արժան են։ Էս էլ որ ասոցի հիշեցի, էս էլի հիշեցի ներվանց։ Մի քանի ամիս առաջ լուսնե ջան, երևի կարող մի տարը կհիշեք, այն որ Միշիկի ձեռից ինչ խլեցին մի հատ։ Մի հատ տարած խլին ինչ խլին, մի հատ գործարան խլին ինչ խլեցին, չեմ հիշում, երևի մի քանի ամիս առաջ։ Արա այս Facebook-ում մի խրախ ջանք էր Քոչյանի աջակիցները։ Մի ուրախանում էին, զվարճանում էին, հենց գիտեք հերթը ձեզ չի հասնելու։ Հիմա էլ հասելա, որ Քոչյանը 200 միլիոն դոլարի գույքն է ուզում ցերից խլեն ու շատ վատ են անում։ Գլուխները պատով են տալի, քաք են ուտում, հասկանում եք։ Բայց իմ ու ձեր տարբերությունը է դա։ Որ ես ասում սաղ են արժանն, դուք ասում եք չէ, մեր առաջնորդը որ հարստություն ունի արժանը աշխատավարձով է։ Իսկ դա Միշիկն ու Սաշիկը հարուստ են, դա թալանել են։ Հասկանում եք իմ իրաց տարբերքը։ Կամ իմ նման պիտի մտածել, կամ Նիկոլի։ Ես ասում եմ բոլորն էլ արժան են, թե Սաշիկը, թե Միշիկը, թե Սեթոն, Քոչյանի Սեթոն, բոլորն էլ արժան են, որովհետև հերոս մարդկանց ընտանիքի անդամներ են, այդ համար են արժան։ Իսկ Նիկոլասնա ոչ մեկ արժան չեն, սա թալան չեն։ Հələ դուք կողմնոց եք, դուք ասեք չէ, մենք արժան ենք, դա ինչ եղավ լուսնե ջան։ Հա։ Չէ, ուրեմն տեսեք, հա, ցավը տանը։ Իսկ իրանք ասեն, չէ, մենք արժան ենք մեր աշխատավարձով, այս Սաշիկն ու Միշիկը թալանել են։ Տենց չի։ Կամ բոլորն էլ արժան են, ես ասեմ իրենքն էլ արժան են։ Կամ իրենքն էլ թալան չեն, ոնց որ Նիկոլն ասում։ Դուք կողմնոց եք, Նիկոլ եք թե Դավո եք։ Հասկանում եք։ Դե թալանը կոռուպցիան ոչ մի դեպքում պետք չէ արդարացնել։ Լուսնե ջան, դեռ դնեմ թալան, էլի, ես դա թալան չեմ հավարում։ Ես նորից եմ ասում, ով արժանա հարուստ լինել, Լուսնե ջան, հիմի բոլորս գիտենք Ալեն Սիմոնյանն ինչքան հարստություն ունի։ Նիկոլ Փաշինյանը ինչքան հարստություն ունի։ Այդ Ալենի ամենաշատն եմ զազում դրան ասեմ, դրանից սկսեմ։ Հիմի որ Ալեն Սիմոնյանին այս հարստությունը ենթադրենք չոտի թղթաբանությամբ կարմա դնի ապացուցի, թե որ էդի սա իրոք մարդ աշխատել է։ Գնացեք քարդանել աշխատավարձով հարստացել այդ միլիոն դոլարները Ալեն Սիմոնյանը։ Հիմի որ վաղը չեմ իսօրը մի հատ զոհվածի ընտանիքի տղա Ռոբերտ Աբաջյանի հերը Էթա զենքը դնի գլխին, տեսեք ինչ ան զենքը դնի գլխին, ասի այդ սաղ գրի հələ իմ անունով։ Ես կասեմ հալալ է։ Տես հանց անօրինական ձևա չէ վերցնում, նա էլ օրինական աշխատել է, բայց ասեմ հալալ է, որտեղ Ալեն Սիմոնյանի իման ոչնչությունը, որ 5000 տղու կոտորել է, որ 120,000 հայան գերեզմանը թողել, որ ամեն օր իր պատճառով թուրքը մեր գերեզմանների վրա այդպես կեղտոտում է, աղկոյան։ Այ դա իրավունք չունի հարուստ լինելու, կար չունի ինձ այդ փողը իրան որտեղ, նա պետք է հարուստ չլինի։ Իսկ թուրքի վրեժելուց ով որ կետա Ալենի կգյուլի, այ նա պետք է հարուստ լինի։ Ով որ կետա կգյուլի իմ Ալիևին, որ այ այդ սա հարստությունը թող տան իրան։ Բարդեն ասեն զորը վառնեն տան իրան, ինքը արժանա։ Այդ Ալիև գյուլողը Մանվելներ, Ալիև գյուլողը Սերժներ, Ալիև գյուլողը Այո Քոչարյաններ։ Ալիև գյուլողը այն ժամանակ հմի չէ, բաններ Սամվել Բաբայաններ, տեսեք անեցաններ եմ տալի, որ Սամվել Բաբայաններ, իմը չի, չէ, բայց ես արդա այն ժամանակվա Սամվել Բաբայաններ, ոչ թե համի պա, որ կապիտուլանտ ու կամերսանտ, ասվա իմ համար ինչ կապ ունի, ով հարկ կմուծի, թուրքը թե ով, դա համար ասում այն ժամանակվա։ Լավ, քանի որ չեմ ուզում թեմայից շատ շեղվենք, Ռուբեն Վարդանյանի մասին էինք խոսում, եկեք ես փոքրիկ էսպես Սիրանուշ Սահակյանի հայտարարության վերաբերյալ էր։ Ասել լուսնի ջան։ Տեսեք, նա ասում է, որ որպես իրավապաշտպան եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, ինչպես նաեւ նրա միջազգային իրավական թիմի անդամ հայտարարում են, որ Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը, որը 200 էջից ավելի է դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն եւ կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդարադատության սկզբունքները։ Փաստաթղթում առանձնանում են մի քանի կարևոր կետեր։ Առաջինը հակառակ հիմնարար իրավական սկզբունքների մեղադրանքը փաստորեն Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկում է որպես քրեական պատասխանատվության հիմք։ Սրանից հետո ես էլ չեմ ուզում ընթերցել, որովհետև հայկական ինքնության համար ինչ է թե մարդը հայ է ծնվել, ինքը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Լուսնե ջան, հայկական ինքնության համար 80 նանց
ծեր պապիկի վիզ են կդում, այդ պատկերը դեմս է, վիդեով եմ տեսել։ Ու այդ կդողին Ադրբեջանում հեյա հերոսինման աբլում է։ Ու հայ այդ 80 անց մարդը ինչ էր արեց ես։ Լուսնե ջան, հայն էլ տենց բանանի ես կդատապարտեմ։ Ես ասում, քեզ պատերազմի վաղ ոնց եմ եղել։ Ես թուրքի դիակին ոտս վրան չեմ դրել։ Չեմ դրել։ Եթե իմ մոտ մեկը գերինգն ես չէի թողին եղածնի, տես չի եղել որ գերինգնի, մոտ տենց չեմ, բայց եթե ընկներ ես չէի թողին եղածնի։ Մեկը գերյանա ինչն ես էլ եղածնում։ 80-նանց մարդը, դու նան վիզը խեսկը մայ մի ասել է, հասկանում ես։ Բա մենք Թուրքիա որ խաղաղություն ասում ես, տոպո ես, ավանատուն Նիկոլը։ Բա մենք Թուրքիա կարան կապրենք, որ 3000 հայ, ասեմ հայ, 3000 թուրք ես ուզում բերես լծեստե, որ բանը չեմ իսոր էլի դար վիզ կդրենք ավանացում։ Ոչ թուրքը պիտի գա ստեղ, ոչ էլ հայը պիտի գնա Բաքու։ Իսկ Ղարաբաղը առանձին թեմա է։ Մենք իրար հետ չենք կարող ապրենք։ Կաբրեն մի 20 տարի դու իրար կմորթեք, էլի երեխա կմորթեն։ Դե դուք անում։ Ես սա կասեմ, Լուսնե ջան։ Այսինքն Թուրքի հետ հարևանություն, Լուսնե ջան, հարևանություն կարանք անենք, եղբայրություն, ուր է անում այս հարևանությունը։ Չենք կարա։ Թուրքի հետ կարանք հարևանություն անենք, կարանք շատ լավ հարևաններ ենք հասնենք դրան, բայց Թուրքիի մի հողու ջրում ապրել մենք չենք կարա համատեղ։ Ոնց է լինի կգա մի պա էլի կսկսենք իրար մորթել, որպեսզի ես ինչ եմ ասել, ես Ռուսաստանին էլ եմ ասել, ձեր մոտից եմ ասել, Ռուսաստանն եմ ասել, ասում եմ գալու է մի պա, որ Ռուսաստանում պետք է ռուսն ու թուրքը իրար մորթեն, որպեսզի դա բացառեք, Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտին ջան, չնայած իմ հույսին չես մնացել, բայց այդ դու ամեն ինչ շատ լավ հասկանում ես։ Հիմա ինչ են անում իրանք, պատերազմներ են սարքում, դե որտեղ մուսուլմանները շատ տանում են, թուրքալեզուներ են դե։ Ռուսներն ծնելիությունը կչանում է, չէ՞։ Հիմա այս մուսուլմանները, որ թուրքերը որ շատ տանում են, Լուսնե ջան, կգա մի պայմա Ռուսաստանը կդառնա Թուրքիա։ Ասկե պան թուրքիզմը իրան կլինի, որտեղ նա ծնունդը շատ է, նա պաստագինման ցարտում են, կոպիտ ասած։ Ռուսների ծնունդն էլ քիչ է։ Ինչ է անում Ռուսաստանը։ Պատերազմներ է սարքում, բան է սարքում, տանում կոտորում է։ Համես ասեմ մեղ չեն այդ մարդիկ որ տան մեկ կոտորում եք, որպեսզի իսկ եթե տենց չանի, գալու մի պա իրանք իրար են կոտորելու։ Ռուսաստանի մեջ ռուսն ու սլավոնն ու թուրք իրար են կոտորելու։ Դե համար ռուսը ստիված կռիվներ է սարքում, բանանում տանա այդ թուրքերին քիչ-քիչ կոտորում է, որ քչացնի։ Բայց ես ասում եմ մեղք են այդ մարդիկ։ Մի կոտորեք, ճիշտը ո՞ն է, որպեսզի այդ արունահեղությունը չլինի, բռնեք աքսորեք Թուրքիա։ Ռուսաստանի կակեբեն գիտի, չէ՞, ցանկացած թուրքական ծագում ունեցող մարդ ով է ռուսացե, թե ով է պարտադիր չէ ռուս լինելու համար ծագումով սլավոն լես։ Լուսնե ջան, եթե դու մտածում ես, չեմ ասում, խոսում ես, մտքիդ մեջ մտածում ես մի լեզվով ու կրում ես այդ երկրի մշակույթը, դու արդեն այդ մարդն ես։ Դու ասեք հայ չես, եթե դու ռուսերեն ես մտածում քո մեջ, մտքիդ մեջ որ խոսում ես քո հետ, ռուսերեն ես խոսում ու ռուսական մշակույթն ես կրում, դու արդեն ռուս ես, դու հայ չես, դու թուրք չես, դու չգիտեմ ինչ ես, ծագումը կապ չունի, հասկանում եք։ Դա համար ռուսական կակեբեն, համի 15 թե 20 թե 25 միլիոն թուրք կա, չէ՞ Լուսնե ջան։ 15-20 թե 25 միլիոն թուրք կա, չէ՞ Ռուսաստանի կազմի մեջ։ Համի Ռուսաստանի կակեբեն հաթ չգիտի, դրանից որն է ռուսացած, որն է թուրք։ Որը որ թուրք է, թող ասեն սիրուն ձևի բռնի, ասի գնա քո Թուրքիան։ Աքսորի։ Այդ ավելի լավ է, քան վաղը դրան տանի պատերազմ սպանի։ Մարդ է էլի, թողաբրի էլի։ Ես ճիշտ չեմ ասում։ Համի նույնն է ստեղ։ Մենք դու բերում ես մեր դարավոր ճշնամի թուրքին 300,000 թուրքի բերում ես ուզում ես լծես թե մեր հայերն էլ թույթան են։ Էն էլ որ մենք միատար Կակրաս մեկ այդ առումով լավ են, որ այլավ չկա մեր մեջ, էլի։ Եզդիները որ կան, իրանք հայացած են, իրանք մեր աղբերներն են։ Եզդիները, ասորիներ, ռուսներ, ուկրաինացիներ, Ճակոյից Գերդաստանը էլ աղբեր են, այդ որ եզդիների թագավորներն են իրանք։ Իրանք իրանք կյանքին մեռնեն, իրանք մեր համար հայ են, իրանք ցավը տանեն։ Ինչն եմ ուզում ասում Լուսնե ջան, հիմա 300,000 թուրք ես ուզում բերես լցես, թե ասում ես դե մեր հայրն էլ թույթան Բաքու, նախ ոչ մի հայ Բաքու չէ, բայց հենց իմանանք Ալիևն էլ պայմաններ է ստեղծում մի 500,000 էլ հայ հետ մեն Բաքու։ Դուք պատկերացնեք մի 20-30 տարի հետո էլի մենք իրար վիզ ենք կձելու, էլի մենք իրար մորթելու ենք։ Խիարա, հազիվ մաքրվել ենք, համ Հայաստանն է մաքրվել Թուրքից, համ Ադրբեջանն է մաքրվել հայից։ Իսկ Ղարաբաղը առանձին թեմա է։ Ղարաբաղը առանձին թեմա է։ Ղարաբաղը պիտի անկախ, ինքնորոշված, թեկուզ Ռուսաստանի կազմմեջ հենց էդ է ճիշտը։ Ռուսաստանի կազմմեջ որպես ավտոնոմնի ռեսպուբլիկա, Ղարաբաղցիներով, արցախցիներով բնակեցված։ Իսկ մնացած Ադրբեջանը մաքրվել է հայերից, Հայաստանն էլ մաքրվել է թուրքերից։ Всё արա։ Էսա, եթե դու ուզում ես խաղաղություն լինի, սենց կլինի մենակ։ Եթե դու բերմելի մեզ խառնում ես, նշանակա մի 10-20 տարի հետո մենք էլ իրար երեխա ենք մորթելու։ Հերը, Աստված հերու պահի։
Հասկանում եք։ Այս սա կասեմ ես, Լուսնե ջան։ Էդ էլ այդ ինքնության մասին։ Այո։ Եվ այստեղ մեկնաբանությունների հետ կապված հորդորում եմ, որ դուք չջղային անաք ձեր նյարդերը։ Ճիշտ են անում։ Այստեղ ձեզ ասում եմ, որ բարևներ, հզոր տղա, այդպիսի մեկնաբանություն ունեք։ Ապրեք, մերն եմ Այստեղ նաև գրել եմ, որ Հայաստանը մնալու է, բայց հարց է, թե այս հողի վրա ովքեր են ապրելու, պատմությունը ցույց է տալիս, որ ռուսը Հայաստանի հողը տվել է հային։ Հա ճիշտ են ասում, բայց ճիշտ են, ու մենք դա չենք գնահատում։ Մենք դա չենք գնահատում։ Արևմտյան Հայաստանում մի հատ հայ կա, կան մի քանի միլիոն, բայց ծպտյալ հայեր են, որ իրանց արմատները գիտեն, որ հայ են, շատերը երևի չգիտեն էլ, բայց ով էլ գիտի վախում ասի, որ ինքը հայ է։ Իսկ Ռուսաստանի կազմի մեջ մենք պետություն ենք, ռուսից լավ ենք ապրել։ Պետություն ենք ունեցել, հանրապետություն ենք ունեցել, մենք Ռուսաստանի խորհրդային կազմի մեջ։ Վատար է, ասենք ինքն էլ մեզ կոտորել, որ բանը ճիշտ ու զգա, բացայն ճիշտը թուրքն է, որ մեզ կոտորել է, որ այդ հարցը լուծել է իրա համար։ Ես կասեմ ես։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի եւ կարեւոր վերլուծության համար։ Շնորհակալ եմ նաև մեր հետևորդներին ակտիվ լինելու եւ մեզ հետևելու։ Մի հատ կներեք մի բաներ ասեմ, Գևորգ Պետրոսյանի, նայ, մեր այսօր գևը, չէ՞։ Մեկնաբանություն չի թողել։ Ցավական չգիտի երևի, հա։ Գևորգ Պետրոսյանի առողջությունն եմ ուզում մաղթեմ, գիտեք, չէ՞ իմանա։ Ուզում եմ առողջություն մաղթեմ իմ աղբորս, իմ սանիկիս, իմ աղբորս, իմ ընկերոջս, լավ հայ կարքին տղա Գևորգ Պետրոսյանին։ Ուզում եմ ասեմ, որ ավել պակաս հաճման դե Եվրոպաներից ինչ որ հաճացող եղե գևի, ասենք ֆուրմը ֆուրատվե։ Ով գևին կրվում է 10 անգամ ավել ես ձեզ եմ կրվում։ Այդ որ Գևորգ Պետրոսյանը ինչ որ խոսացել է, բանա ինչ որ խոսացեն դիցել հակադարձ է Գևորգ Պետրոսյանը նորմալ ակուրատնի մեջ, թե տղավարի մեջ, թե որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքական գործիչ, հա, որպես քաղաքական գործիչ ինքը սաղ թե օրենքները, թե մարդկային ամեն ինչ պայելով քննադատել է ինչ որ մի հատ մարդու հասցեին, թող ինակել ակուրատնի ձևի Գևին քննադատին։ Բայց ինչ որ մի հատ զիբիլ Եվրոպայից մտել է քապուրը ֆուրա տվել Գևին ու բա գալու ենք քեզ տնանք։ Բա գայիք սպասում էինք։ Քավորը իր աղբոր, Գևի քավոր դավոն իր Սանիկի կողը նստած սպասում էր այս երկուրա, բախե չեկակ։ Այդ նույն քֆուները ես ձեզ եմ տալի 10 անգամ ավել ու Գևորգ Պետրոսյանի կողքը կանգնած եմ, եկեք։ Շատ կարևոր անդրադարձ։ Հա, իհարկե, լավ է հիշեցի, հա, Գևիս կյանքին մեռնեմ։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Զրուցում էինք ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ, այսպիսիներ դիտակետը կհանդիպենք։